Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն մարտի 18-ն է։ Միանգամից ասեմ, որ մեր բաժանորդագրումների թիվը հասնում է 44,000-ի, մնացել է ընդամենը մոտ 150 բաժանորդագրում եւ շատ կուզենայի, որ ձեր միջոցով, ձեր շնորհիվ սիրելի հայրենակիցներ, այս եթերի ընթացքում մենք կարողանայինք հաղթահարել 44,000-ի շեմը։ Դրա համար ակտիվ կոչ եմ անում անպայման լայքել եւ եթե չեք բաժանորդագրված, նաեւ բաժանորդագրվել այս ալիքին։ Փորձենք միասին, որպեսզի դառնանք 44,000 եւ հետո արդեն մտածենք, թե ինչպես հասնում ենք 45, 46, 47 եւ 50,000-ի։ Այսօրվա մեր հաղորդման ընթացքում հիմնական թեման կրկին Իրանն է, բայց սկզբում ուզում եմ մի քանի խոսքով անդրադառնալ Հայաստանին եւ վերջում նաեւ մենք կանադառնանք Ուկրաինային, քանի որ ուկրաինական ճակատում եւս շատ հետաքրքիր եւ կարեւոր զարգացումներ կան, հետաքրքիր եւ նույն ժամանակ անպատկերացնելի հաջողությունների հասնում Ուկրաինան ռազմի դաշտում եւ օդում, որը որ արդեն մեծ նեղություն է պատճառում Ռուսաստանի Դաշնության իշխանություններին, նույնիսկ Շայգուն է խոստովանում, որ իրենք ունեն բավականին լուրջ խնդիրներ, հատկապես օդից եւ իրենց օդը այլևս պաշտպանված չէ։ Ահա այս հարցերի մասին պետք է խոսենք մեր այսօրվա հաղորդման ընթացքում։ Իրանի թեման ամենածավալունն է եւ Իրանի շուրջ ավելի շատ խոսելիք կա։ Հայաստանի մասով ասեմ հետեւյալը, քանի ընտրությունները մոտենում են, մենք օրեցօր տեսնում ենք, թե ինչպես լուրջ ձևով հիբրիդային պատերազմը արդեն ավելի ու ավելի վտանգավոր է դառնում Հայաստանի ապագայի համար։ Ինձ դիմում են տարբեր մեր հետևորդներ, տարբեր երկրներից եւ երեք նրանցից մեկը Տիգրան անունով դիմել է ինձ այն մտահոգությամբ, որ ինչու Հայաստանի իշխանությունները ասում են, թե Ռուսաստանից գալող մեր հայրենակիցներ, այսինքն ում որ պետք է բերեն քվեարկության ընտրությունների ժամանակ, իբր քվեարկելու են իշխանությունների օգտին։ Ինչու է Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունը համոզված, որ այդ մարդիկ կքվեարկեն իրենց օգտին, չէ որ այդ մարդիկ հիմնականում բերվում են նրա համար, որ քվեարկեն ռուսամետ տեխնացուների համար։ Ասեմ իմ պատկերացումն եւ իմ կարծիքը, այդ մասին օրեր առաջ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, թե նրանք, որ գալիս են Հայաստան, կքվեարկեն իրենց օգտին։ Սա նախընտրական հայտարարություն է, ինքը ուզում է ցույց տալ, որ իշխանությունները ամուր են եւ ամեն ինչ վերահսկվում է, իրավիճակը վերահսկելի է։ Եվ որպիսի ընտրողների շրջանում խոճապ չառաջանա, ահա այդպիսի հայտարարություն է անում Նիկոլ Փաշինյանը եւ բնականաբար դրանից հետո արդեն նման հայտարարություններ են անում։ Բայցերը շատ կան։ Օրինակի համար մեր ալիքը դիտում են նաև Ռուսաստանից, չնայած այդ սահմանափակումներին, նախկինում ավելի շատ էին դիտում, քանի որ սահմանափակումներ չկար եւ երկրորդ տեղում Ռուսաստանի Դաշնությունն էր։ Իսկ պրո-ռուսական ռուսամոլ որևիցե հայ, ես համոզված եմ, որ չի կարող կամ շատ դժվար է իրեն դիտել մեր ալիքը, քանի որ մենք միշտ Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության կողմնակից ենք։ Հետևաբար ես կարող եմ անել հստակ եզրահանգում, որ Ռուսաստանում էլ շատ են այն մարդիկ, այն մեր հայրենակիցները, որոնք որ այնպես չէ որ ռուսամոլ են եւ շատ էլ հայրենասեր են։ Ես նույնիսկ հիշում եմ բազմաթիվ մեկնաբանություններ, եւ մարդիկ գրում էին, թե մենք ստիպված ենք Ռուսաստանում ապրել, այսպես է ստացվել, որ մենք հայտնվել ենք Ռուսաստանում, չենք կարող վերադառնալ, բայց մեզ համար մեր հայրենիքը ամենակարևորն է։ Մենք սիրում ենք Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանը եւ եթե հնար ունենք, ընդհանրապես կվերադառնանք Հայաստան։ Այդպիսիներն էլ շատ են։ Բայց պետք է պարզ հասկանանք, որ եթե փորձեն 100,000, 200,000 մարդ տեղափոխեն Հայաստան ընտրությունների համար, նախ դա շատ դժվար է եւ բարդ է իրականացնել։ Ես շատ կասկածում եմ, եթե անկեղծ ասեմ, որ այդքան մարդ կկարողանան բերել, բնականաբար տասնյակ հազարներ կփորձեն բերել, դա էլ մեծ թիվ է, դա էլ մեծ վտանգ է, բայց այնպես որ 100-200,000 կկարողանան առաջ չընկնեն, բայց ես շատ կասկածում եմ, բայց ամեն դեպքում պետք է շատ լուրջ մոբիլիզացիա, որպեսզի այնպես չստացվի, որ այդ մարդկանց փող բաժանեն եւ այդ մարդիկ մտնեն քվեարկության։ Հայաստանում էլ հիմա խոսք կա, շատ ակտիվ է խոսվում այն մասին, որ
արդեն սկսել են կաշառքներ բաժանել սոցիալական ցանցերի մակարդակով։ Ես չեմ կարող հստակ փաստեր ներկայացնել, բայց քանի որ նման խոսակցություններ կան, Հայաստանի իրավապահ մարմինները պետք է շատ լուրջ հետևեն այս ամենին։ Դրանից բացի կարող է ստացվել այնպիսի իրավիճակ, ես չգիտեմ Հայաստանի օրենսդրությունը ինչպիսին է, բայց կարող է ասեն օրինակի համար մտիր, քվեարկիր, նկարիր, հեռախոսով ում ես քվեարկել եւ վերցուստուր, որպեսզի ստանաս քո գումարը։ Դա եւս պետք է կանխել։ Հնարավոր է Հայաստանում արգելվում է հեռախոսով մտնել քվեարկության, բայց ինչ ես անելու։ Մարդկանց ասելու ես թե հեռախոսը դիր հետո նոր մտիր քվեարկել, չգիտեմ։ Բայց այդ հարցերում եւս պետք է շատ ուշադիր լինեն Հայաստանի իշխանությունները։ Այսպես հիմնականում, բայց Ռուսաստանից գալող եւ քվեարկողների մասով այնպես չէ, որ իշխանությունները պետք է շատ վստահ ասեն, որ իրենց օգտին են քվեարկելու այդ մարդիկ, որ գալու են։ Միանշանակ կլինեն այնպիսի մարդիկ, որոնք որ կքվեարկեն իշխանությունների օգտին, բայց հիմնական մասը բերվելու է, որպեսզի քվեարկի դեմ Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանություններին։ Դա է պլանը։ Վերածել Հայաստանի Հանրապետությունը գուբերնիայի։ Դրա համար Հայաստանի հասարակությունը եւ այն բոլոր գիտակից մարդիկ, սերելի հայրենակիցներ, հատկապես դուք, ովքեր որ հետևում եք մեր ալիքին, պետք է կանխեք կաշառքների բաժանումը, պետք է կարողանաք տեղեկացնել իրավապահներին, ձեզ շրջապատող մարդկանց, որ նման բան է տեղի ունենում։ Եվ մենք բոլորս միասին, ամենքը իր տեղում, մենք էլ այստեղից մեր տեղում, բոլորս միասին պետք է կանխենք կաշառքների բաժանումը, կաշառքով քվեարկությունը Հայաստանի Հանրապետության մեջ։ Հայաստանի իշխանությունները, երբ որ փորձում են ժողովրդավարություն հաստատել երկրում եւ ասում են, որ ազատ է յուրաքանչյուր մեկը քվեարկելու եւ իրենք չեն միջամտելու քվեարկություններին, ապա պետք է նաեւ ունակ լինեն ապահովելու այն, որ կաշառակերություն չլինի եւ այդ պրոռուսական ուժերը կաշառք չբաժանեն։ Եթե ունակ չեն ապահովելու, որպեսզի կաշառակերություն չլինի եւ կաշառք են բաժանելու եւ կաշառքով ընտրելու են ում ուզենան, ապա դա ժողովրդավարություն չէ։ Դրա համար բոլորս միասին նաև պետք է օգնենք իրավապահ համակարգին, որպեսզի բոլորս միասին լուրջ խնդրի առջև չկանգնենք։ Նախքան Իրանի թեմային անցնել, ասեմ, որ այսօր մահացել է Վրաստանի պատրիարք Իլիա II-ը, Վրաստանում արդեն սուք է հայտարարված։ Վրաստանում շատ սիրում էին իրենց պատրիարքին, հիմնականում շատ-շատերը սիրում են եւ ասեմ, որ ես միշտ նախանձով եմ, բարի նախանձով եմ վերաբերվել նրանց մոտեցմանը, վերաբերմունքին իրենց պատրիարքի նկատմամբ, այսինքն կաթողիկոսի նկատմամբ։ Եվ շատ կցանկանայի, որ հայ ժողովուրդը եւս ունենար նման արժանի զավակ, ում կընտրեր կաթողիկոս, եւ մենք էլ վրացիների նման կսկսեինք սիրել եւ պաշտել մեր ամենայն հայոց կաթողիկոսին։ Իլիա II-ը մեկ լավ բան է ասել, որը որ ես չեմ մոռանում եւ շատ անգամ փորձում եմ օգտագործել այդ գաղափարը մեր եթերներից։ Նա ասել է, որ քրիստոնյա երկրներ են Հայաստանը եւ Վրաստանը եւ այս տարածաշրջանում փոքրիկ քրիստոնեական օազիսներ են։ Դա շատ կարևոր հայտարարություն է, չգիտեմ որքանով խորն են անցալում դա Վրաստանում, երևի քիչ է ասել, բայց մենք պարտավոր ենք դա կրկնել, որ իրոք կարողանանք միասին երկու ազգով, երկու փոքրիկ քրիստոնյա ազգով գոյատևել։ Եվ այն բոլոր մարդիկ կամ երկրները կամ ազգերը ու պետությունները, որոնք որ թշնամանք են քարոզում մեր մեջ, պետք է հիասթափվեն եւ մենք էլ պետք է փորձենք ներողամիտ գտնվենք։ Հասկանում եք, մեկ ատելություն կա ազգամիջյան, կան մանր-մունր մարդիկ, որոնք որ միշտ փորձում են խանգարել, միշտ գտնում են պատճառաբանություններ, բայց մեր ազգային ու պետական շահերից է բխում Հայաստանի եւ Վրաստանի եւ մեր ժողովրդի ազգային շահերից է բխում միշտ լինել միասին։ Այլ ձև չկա։ Եթե ուզում եք գոյատևել այս տարածաշրջանում, ուրեմն պետք է լինենք միասին եւ պետք է սովորենք սիրել միմյանց։ Շարունակենք հիմա Իրանով։ Եվ միանգամից սկսենք ամենակարևոր թեմայից։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը հայտնում է, որ Հորմուզի նեղուցում շատ լուրջ ռումբեր են սկսել կիրառել 23
տոննանոց ռումբեր, որոնք որ պետք է ոչնչացնեն իրանական համակարգերը, խոսքը ափամերձ գտնվող հերթիր արձակող կայանների մասին է, որոնց միջոցով որ Իրանը միշտ հրթիռակոծում էր տարբեր տեսակի նավեր, տանկերներ եւ թույլ չէր տալիս, որպեսզի անցնեն նավերը եւ տանկերները Հորմուզի նեղուցով։ Սա շատ պարզ եւ կարեւոր տեղեկություն է, որը որ մեզ հուշում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ մեծ միջոցներ են ներդրում, որպեսզի Հորմուզի նեղուցը բացի։ Այդ թե ինչպես են պայքարելու դրոների դեմ կամ մնացած հրթիռային կայանների դեմ, որոնք որ ավելի մի փոքր խորն են գտնվում երկրի տարածքում, դա արդեն դժվար է ասել եւ մի փոքր դժվար է պատկերացնել, բայց սա շատ լուրջ եւ մեծ կարեւոր քայլ է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներին հաջողվել է ապամերձ գոտում ոչնչացնել իրանական այդ համակարգերը, հրթիռային կայանները, որոնք որ հատուկ կառուցվել էին, որպեսզի խոցեն նավեր։ Թեման շարունակելով ասեմ, որ Դոնալդ Թրամփը շատ է զայրացել եւ կատաղել եվրոպացիների որոշումների վրա։ Երեք տեսանք, որ Մակրոնը հայտարարությամբ հանդես եկավ եւ էլի մի շարք եվրոպական երկրների ղեկավարներ, որոնք որ հրաժարվեցին փաստացի օգնել Ամերիկայի Միացյալ Նահանգներին Հորմուզի նեղուցը բացելու գործում։ Թրամփը ասում է, թե ոչ էլ պետք է ձեր օգնությունը, եւ հիմա էլ ցանկալի չէ ընդհանրապես, որ դուք գաք եւ օգնեք ՆԱՏՕ-ն գա եւ օգնի։ Ուղղակի ինքը ուզում էր, որ բոլորը միասին այդ ամենը իրականացնեին։ Որն է իրականությունը։ Իրականությունը այն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները իրոք լուրջ խնդրի բախվեց եւ Թրամփը ստիպված դիմեց իր եվրոպացի գործընկերներին, իսկ եվրոպացի գործընկերները ասում են, թե դուք երբ որ սկսում եք պատերազմ ընդդեմ Իրանի, մեզ չհարցրիք։ Երբ որ Ռուսաստանի Դաշնության վրայից անում եք պատժամիջոցները, նույնպես մեզ չհարցրիք։ Հիմա ինչու ենք մենք ձեզ օգնելու։ Տրամաբանություն կա եվրոպացիների ասացի մեջ, բայց քաղաքական հաշվարկները անկեղծ ասած ինձ հիասթափեցնում են։ Եվրոպացիների քաղաքական հաշվարկները ինձ հիասթափեցնում են, քանի որ Թրամփը շատ կոշտ հայտարարություններ է արդեն անում ՆԱՏՕ-ի նկատմամբ եւ ասում է, որ մեր դաշնակիցները, ՆԱՏՕ-ի դաշնակիցները մեզ մերժեցին, իսկ գիտեի, որ դա այդպես կլինի, այդ միակողմանի կառույց է, մենք միշտ տալիս ենք ՆԱՏՕ-ին եւ Եվրոպային եւ իրենք ոչ մի հարցում մեզ չեն օգնում։ Իրոք շատ է զայրացել Դոնալդ Թրամփը եւ ասում է, որ շատ կոշտ սխալ գործեց ՆԱՏՕ-ն։ Եվ դա շատ կարևոր մեծ փորձություն էր ՆԱՏՕ-ի եւ իրենց համար։ Եվ դրանից բացի Թրամփը նաեւ խոսեց ՆԱՏՕ-ի ապագայի մասին, ասաց, որ ես որոշումներ կկայացնեմ ՆԱՏՕ-ի մասով եւ այդտեղ ինձ պետք չի կոնգրեսի որոշումներ, հուշումներ, ես ինքնուրույն կկայացնեմ որոշումներ ՆԱՏՕ-ի մասով։ Ինչ է դուրս գալիս։ Ինչպես արդեն նշեցի, հատրամաբանական էր, թե ինչու համար է մերժում Եվրոպան Դոնալդ Թրամփին, իրենց հակասությունները, այս պատերազմը, որը որ հանուն Իսրայելի սկսեց Ամերիկայի Միացյալ Նահանգները, դե անկեղծ լինենք, բայց ոչ հեռատես քայլ էր Դոնալդ Թրամփին մերժելը, քանի որ Եվրոպան հիմա ունի Ուկրաինա, որը որ շատ դժվար եւ դաժան պայքարի մեջ է Ռուսաստանի Դաշնության հետ եւ ինքը մեծ դժվարություններ է կրում դրա համար։ Ճիշտ է, Եվրոպան պատկերացնում է, որ իրենք փողը կտան եւ Թրամփը կվաճառի իրենց զինամթեր, բայց ես համոզված չեմ 50-50 է դառնում այդ ամենը հիմա։ Հնարավոր է եւ Թրամփը արդեն սկսի հրաժարվել վաճառել այդ զենքը ՆԱՏՕ-ին, որտեղից որ արդեն այդ զենքը գնալու է Ուկրաինա։ Դրանից բացի մենք երեք խոսել ենք այն մասին, որ Էստոնիան եւս կարող է լուրջ խնդիրների բախվել։ Կարող է հենց Էստոնիայի ներսում սկսվեն անջատողական տրամադրություններ ծրել Ռուսաստանը, բնականաբար, ինչպես որ դա անում էր Ուկրաինայում ամենասկզբում, Դոնեցկ, Լուգանսկ, այդ անջատողականությունը սրելով, ասելով է մենք չենք հարձակվել Էստոնիայի վրա, ուղղակի այնտեղի ժողովուրդն է, որը պայքարում է իր իրավունքների համար։ Եվ կամաց կներգրավի Ռուսաստանի Դաշնությունը այդ ամենի մեջ, այսինքն պաշտոնապես կներգրավի, իսկ հիմա այդ հնարավորությունը դիվերսիաների եւ ամեն ինչի միջոցով կփորձի ստեղծել։ Բայց այնպես չէ, որ Ռուսաստանում էլ հրաշալի իրավիճակ է, այդ մասին մենք վերջում կխոսենք, երբ ավարտենք Իրանի թեման։
Ես երեք խոսեցի Ալի Լարիջանիի մահվան մասին, թե ինչպես Իսրայելը ոչնչացրեց Ալի Լարիջանիին, փաստ է, որ Ալի Լարիջանիի ղեկավարության ներքո էր գտնվում Իրանը վերջին ժամանակներս։ Մինչև իր մահը Ալի Համեյնին մեծ հնարավորություններ եւ լիազորություններ էր տվել Ալի Լարիջանիին եւ փաստացի իմ պատկերացմամբ նա ղեկավարում էր Իրանը։ Եթե անկեղծ լինեմ, հիմա արդեն դժվար է ասել, թե ով է իրական ղեկավարը Իրանում նրա սպանությունից հետո։ Այդ Մոջթաբա Խամեյնին, ում որ ոչ մեկ չի տեսել վերջին շրջանում, չգիտեն վիրավոր է, մահացած է, թե ինչ է, շատ դժվար է պատկերացնել, որ նա է ղեկավարում այսօրվա Իրանը։ Նախագահ Փեզեշկյանը ոչ մի նորմալ լուրջ լիազորություն չունի, ոչ էլ արտգործ նախարարը, որը որ խոսում է այստեղ, այնտեղ եւ ոչ մի խնդիր իր մոտ չի առաջանում եւ Իսրայելը տեսնում եք չի թիրախավորում նրանց։ Չնայած որ կարող է մտածեք եւ ասեք, որ սա քաղաքական իշխանությունն է, ընտրված իշխանությունն է, դրա համար Իսրայելը չի թիրախավորում նրանց։ Հնարավոր է, բայց հոգեվոր առաջնորդին թիրախավորելը եւ մնացած բարձրաստիճան պաշտոնյաները թիրախավորելը նույնպես պատերազմական օրենքի խախտում է, որովհետեւ Իսրայելը եթե ուզենա, ես կարծում եմ կարող է թիրախավորել նաեւ նախագահին։ Հիշում ենք, թե ինչպես նախորդ նախագահի Ռայսի քննադիրը ուղղաթիռ ավելի ճիշտ կներեք, վթարի ենթարկվեց հենց Իսրայելի կազմակերպմամբ։ Այդ ամենը մենք բոլորս հիշում ենք։ Ասածս այն է, որ հիմա արդեն դժվար է պատկերացնել, թե ով է ղեկավարում Իրանը, բայց Աբբաս Արաքչին շտապում է հայտարարել, որ տեսնում եք, դուք սպանում եք մեր բոլոր առաջնորդներին, բայց ռեժիմը չի փոխվում, մեր ռեժիմը շատ ամուր է, նման ձևերով անհնար է տապալել մեր ռեժիմը, բայց Նետանյահուն էլ հայտարարում է, որ դեռ շատ սուրպրիզներ է ունենալու, սա սկիզբն է։ Այսինքն Իսրայելը չի թողնում, որ որևիցե մեկ դեմք մնա։ Անկեղծության համար պետք է նշեմ, որ Իսրայելը շատ ավելի ակտիվ եւ լուրջ է աշխատում, նաեւ իրենց հատուկ ծառայությունները, արտաքին հետախուզությունը, Մասադը եւ իրենք ավելի լավ եւ հաջողակ ձևով են կարողանում վերացնել Իրանում բարձրաստիճան պաշտոնյաների, քան դա կարողանում է անել Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Հիմա խոսենք, թե ինչ արձագանք ունեցավ Ալի Լարիջանիի սպանությունը հարևանների մոտ, հատկապես Թուրքիայում։ Փաստացի Թուրքիան արդեն սկսեց բաց դատապարտել Իսրայելի գործողությունները, ճիշտ է, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները հարած լինեին այս ամենը, դժվար թե Թուրքիայի արտգործ նախարարը նման հայտարարություն աներ, բայց քանի որ այդ սպանությունը իրականացրել է Իսրայելը, Թուրքիայի արտգործ նախարարը ասում է, որ սա քաղաքական սպանություններ են պատերազմի ժամանակ, որը որ չի թույլատրված պատերազմական օրենքներով եւ սա շատ լուրջ խախտում է պատերազմական օրենքների, երբ որ Իսրայելը թիրախավորում է պաշտոնատար անձանց։ Հաստատ նույն բանն է ասել նաեւ Էրդողանը նույնպես հայտարարությամբ է հանդես եկել եւ ասում է նաեւ այն Էրդողանը, որ մենք շատ լավ գիտենք, որ Իսրայելին ոչ ոք չէր սպառնում, ոչ Գազայից էր սկնում սպառնալիք, ոչ Եմենից, ոչ Լիբանանից եւ ոչ էլ Իրանից, բայց նրանք մտնում են պատերազմի մեջ։ Այսինքն Էրդողանը շատ պարզ եւ հստակ հիմա տեսնում է, որ հնարավոր է Իրանից հետո Թուրքիան լինի եւ մի զարմացեք սիրելի հայրենակիցներ, քանի որ մենք տեսնում ենք, թե ինչ իրավիճակում է գտնվում այսօրվա ՆԱՏՕ-ն, ցավոք սրտի, դե ես համոզված չեմ այս ամենի մեջ, բայց հավանականություն կա նրա, որ ՆԱՏՕ-ն կործանվի, չկարողանա շատ երկար գոյատևել, եթե ՆԱՏՕ-ն չլինի, Թուրքիան էլ ՆԱՏՕ-ի անդամ էր, չէ՞։ Այսինքն որևիցե երկիր այլևս պարտավորություն չի ունենա հասնի օգնության Թուրքիային, Ադրբեջանից բացի։ Այսինքն այդ ժամանակ կարող է նաև Իսրայելի ձեռքերը ազատվեն եւ ապագայում կարող է նման բան տեղի ունենա։ Դրա համար սա է Թուրքիայի դիրքորոշումը, սա է Էրդողանի պաշտոնական դիրքորոշումը։ Կարևոր է նաև նշել այն, որ 3 հեռախոսազրույց է տեղի ունեցել Իրանի արտգործ նախարարի եւ Ադրբեջանի արտգործ նախարարների միջև։ Ջեյհուն Բայրամովը եւ Աբբաս Արաքչին հեռախոսազրույց են ունեցել եւ ադրբեջանական կողմը պահանջել է կրկին իրանական կողմից, որպեսզի նրանք հետաքննություն անցկացնեն, թե ովքեր են կրակել
Նախիջևանի օդանավակայանի ուղղությամբ։ Այս գիշեր ի պատասխան Ալի Լարիջանի սպանության Դուբայը նույնպես հրթիռակոծվել է, Իսրայելը նույնպես շատ լուրջ ձևով հրթիռակոծվել է, կան բազմաթիվ կադրեր, հատկապես կասետային հրթիռներ է արձակել Իրանը։ Ընդհանուր առմամբ պատերազմը շատ բարդ պատերազմը չի ցուցաբերում որևիցե հանգուցալու, այսինքն այս տենդենսը չի ցույց տալիս որևիցե այս պահի դրությամբ հանգուցալուծում։ Հիմա գանք ռուս-ուկրաինական պատերազմի, եթե նկատել եք վերջին շրջանում, Ուկրաինան շատ հաջողակ հակահարձակումների է դիմում եւ կարողանում է կամած հանգիստ ձևով ազատագրել իր տարածքները, չեմ ասում շատ արագ, հատուկ ասեցի, կամած տեմպերով, բայց վստահ կարծես թե առաջընթաց ունի, նաև առաջընթաց ունի հրթիռների ստեղծման, հրթիռների արտադրության գործում իրենց Ֆլամինգո հրթիռը բավականին հաջողակ է, բայց դրոնները ամենակատարյալը իրենց դրոններն են։ Ինչ այլոց հիմա արդեն Իսրայելի հետ կարծես թե սկսեն համագործակցել եւ արդեն Իսրայելի միջոցով արդեն Զելենսկին նույն Նետանյահուի միջոցով կարող է փորձի ազդել Դոնալդ Թրամփի վրա, քանի որ Դոնալդ Թրամփի ամենաթույլ տեղը դա Իսրայելն է եւ Նետանյահուն է հասկացավ վերջը Զելենսկին, թե որտեղից կարելի է ազդել Դոնալդ Թրամփի վրա, բայց մեզ համար կարևորը այն է, թե ինչ է խոսում Շոյգուն։ Փաստացի Շոյգուն խոստովանում է, որ Ռուսաստանի օդային տարածքը այլևս անպաշտպան է։ Ռուսաստանի բոլոր շրջանները նա ասում է, որ վտանգված են, հաշվի առնելով Ուկրաինայի ռազմական ներուժը։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգուն հայտարարել է, որ հաշվի առնելով Ուկրաինայի ռազմական ներուժը, մասնավորապես ԱԹՍ-ները, որոնք կարողանում են թիրախավորել ռազմական շատ լուրջ օբյեկտներ խորը Ռուսաստանի խորքում, դրա պատճառով արդեն Ռուսաստանի օդային տարածքը փաստացի նա խոստովանում է, որ այլևս վտանգված է եւ դրա հետ մեկտեղ վտանգված են տրանսպորտային եւ վառելիքային օբյեկտները։ Եվ մենք էլ տեսնում ենք, որ մինչեւ արդեն կարծես Урալ հասնում են ուկրաինական անօդաչու թռչող սարքերը, շատ հեռահար են դարձել եւ շատ վտանգավոր Ռուսաստանի համար։ Այսինքն այդտեղ էլ փոխվում է պատերազմը, ինչ ուզում է հայտարարի Թրամփը, բայց մենք տեսնում ենք, թե որքան ուժեղ է պայքարում Ուկրաինան իր անկախության համար։ Ես կարող եմ ասել, որ հալալ է Ուկրաինային, բայց Թրամփը երեք ասել է, որ Ուկրաինան մեկ օր էլ չէր կարողանա դիմանալ, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները չօգներ Ուկրաինային, մեկ օր էլ նրանք չէին դիմանա։ Եվ մեկ կարևոր տեղեկություն նույնպես Ուկրաինայից, փաստացի Եվրամիությունը կարողացավ շրջանցել Վենգրիայի վետոն եւ հիմա որպես կրեդիտ վարկ տալու է արդեն Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի օգնություն։ Եվ այդ որոշումը դժվար թե չեղարկվի կամ որևիցե մեկը կարողանա չեղարկել։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։